Իրենք մոտավորապես դուք որ այդ քաղաքացիները կան վախում են, ընդդիմություն Սամվել Կարապետյանի դեմքով վախենան չգան, որովհետև իրենք այսպիսի հայտարարություն են տալիս։ Պարոն Ղազինյան, արդյոք ձեր ուժը փողոց ակտիվացնելու նպատակ ունի եւ մինչեւ ընտրություններ հնարավոր է փողոցային պայքարի դուրս կամ այսօրվա ակցիաները։ Ես այս պայն այսօր այսօր մեր ակցիաները ընդամենը եւս մեկ անգամ զգոնության եւ խոհեմության կոչ էր մեր իրապահ մարմինին, որ կյանքը այս իշխանությունով չի ավարտվում, մարդիկ պետք է առաջին հերթին ինձ օրինակ իրավաբանություն սովորելուց առաջինը բարոյականություն են այսպես ավելի շատացնելու եւ սերմանելու, քան թե իրավագիտակցություն, այսինքն մարդ առաջինը պետք է իրավապահ մարմնի ներկայացուցիչ լինի մարդ, լինի բարոյական, հետո նոր մասնագետ։ Այդ զգոնության կոչն էինք անում, ինչ վերաբերում է հետագա ակցիաներին, ըստ իրադարձությունների։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, ունենք բոլոր զարգացումներին մեր հակազդելու միջոցով։ Ձեզ արդեն ասում են ընդդիմության առաջին թավ ջութակը ըստ էության, ինչ կլինի, եթե հանկարծ այդ թավ ջութակը այդպես էլ ընտրության չհասնի։ Ուզում եմ հասկանալ, այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե վերարտադրվեց այդ սցենարով, մեր ժողովրդի հետ ընդհանրապես ի՞նչ է լինելու։ Ընդհանրապես երկրի հետ։ Չեմ էլ ուզում մտածել դրա մասին, որովհետև շատ վատ բան է։ Ինչ որ եղել է դրանք մեծ ալիքը մարդիկ արդեն բնականաբար դրա համար ես ձեզ մի խորհուրդ եմ տալիս դրա մասին չխոսել, ես համոզված եմ, որ իրենք էլ են խոճապի մեջ, իրենց իրերը հավաքելու ժամանակը եկել է, անգամ ուշացած է, այնպես որ իրենց գործողությունները դա ենթադրում են ավելի կսրվեն, խացի կտան, մյուս կանեն, բայց մենք պատրաստ ենք ամենից։ Պարոն Ղազինյան, ներողություն մի հարց էլի, Վահագն Ալեքսանյանը ասում, որ ձեր ժամանակ հեծը 13,000 դրամանոց սարքերը գնել է 82,000 դրամով, նման բան եղել է, թե չէ։ Ճիշտ ասած չեմ հետևում տվյալ սուբյեկտին, ինչ ուզում խոսել, որ սարքը, որ դեղից, այդ կոմերցիոն գաղտնիքուր Աշիր գրուպից է գնվել, ասում է այդքան։ Չէ, բայց այդ կոմերցիոն գաղտնիքուր մնաց վերջինաշով Վահագն Ալեքսանյանը որտեղից է տիրապետում այդ ինֆորմացիային։ Մի քիչ sense խոսակցական լեզվով ասեմ, սարքել են իրենց հոր դուքյանը, ինչ ուզում անում են։ Այսինքն թող նշեն որ սարքը, թող բերեն այդ սարքի բոլոր պարամետրերով նույն սարքից եւ ասեն սա արժեր 13,800, սա գնել եք այսքանով։ Հասկացա, շնորհակալություն։